Հայաստանի քարտեզում, Սևան լճից այն կողմ, տես, սահմանից դուրս կա մի գյուղ, ասես կղզի սրտի պես։ Եթե եղել եք այնտեղ, նախանձում եմ ձեզ արդեն, դա հին Բաշքենտ գյուղն է մեծ, որ կոչվում է Արցվաշեն։ Հեռվից, մշուշների միջից ուրվագծվում են ոլորանները, հետո հիասքանչ գյուղն իր գեղատեսիլ լճակով։ Ու թեկուս հեռվից նշմարելի են գազանաբար ավերված շեն օջախներն ու նույնիսկ շիրիմները, այդուամենայնիվ կեղեքող կարոտի և հուշերի միջից աչքերիդ առջև բացվում է Արցվաշենը, փողոց առ փողոց, թաղ առ թաղ, աղբյուր առ աղբյուր, տուն առ տուն, անուն առ անուն, ու հառնում է 160 տարվա պատմություն, որ շարունակությունն է դարերի պատմության։ Արցվաշենցիների նախնիները 18-րդ դարի վերջին Արցախի ջրաբերդ գավառից նախ փոխադրվում են Շամշադինի շրջանի, այժմ Տաուշի մարզի Չորաթան գյուղ։ 1853 թվականին Չորաթան գյուղում մեր պապերի պապերը մի երեկո աշուղի մարաքում հեքիաթ լսելու ընթացքում, երբ աշուղը ընդմիջում է հայտարարում, պատմում են Չորաթանից մոտավորապես 65 կիլոմետր հեռավորության վրա գտնվող հեքիաթային տարածքների մասին, հայկական տարածքների մասին, որոնք զավթվել են քոչվոր ցեղերի կողմից, որոնց բնակիչները կոտորվել են այդ ցեղերի արշավանքների ժամանակ։ Տարածքների զգալի մասն ամայի էր, քանզի քոչվորները ավիրել գիտեին միայն, այլ ոչ կառուցել։ Եվ ահա Գագունց Ռուբեն անունով մի մարդու գլխավորությամբ աշնանը 7 հոգիանոց մի պատվիրակություն է գալիս ուսումնասիրելու նշյալ տարածքը, այժմյան Արցվաշենը։ Պատվիրակները հիանում են տեղանքի հիասքանչ կլիմայով, աղբյուրներով և անտառներով։ Հայտնաբերում են 5-6 գյուղերի հայկական հինավուրց գերեզմանոցներ, որոնք ևս մեկ ապացույց էին այդ տարածքների պատմականորեն հայկականության։ Ի վերջո 1854 թվականի գարնանը 40 ընտանիքներ տեղափոխվում են Արցվաշենի այժմյան տարածք, այնտեղ մշտական բնակություն հաստատելու համար։ Հարակերտ, Հարագյուղ, Հարաքյանտ, լքված հայկական գյուղատեղիում, հին եկեղեցու շրջապատում նախ կառուցում են գետնափոր կացարաններ, հիմնելով հին Բաշքենտ գյուղը։ Գյուղին օտարաշունչ անունը դաջվել է պատահական դիպվածով։ Ըստ տարեցների պատմածի, շրջակայքի թուրք ազերիները, տեսնելով մարդկային հոծ խմբերի տեղաշարժն ու դեպի երկինք բարձրացող ծխի առաջին քուլաները, սուրհանդակներ են ուղարկել Ղազախ ու Գետաբեկ իրենց տերերին տեղեկացնելու մոտակայքում հայտնված մեծ գյուղի մասին, Բաշքենտ։ Մի քանի տասնամյակ շրջանառվում էր հին Բաշքենտ անվանումը և այն փոխվեց միայն 1978 թվականին բնորոշ ու դիպուկ Արցվաշեն անունով։ Տարիները խաղաղ չեն եղել Արցվաշենի ու արցվաշենցիների համար։ Գյուղը մշտապես եղել է թուրք ազերիների աչքի փուշը, ինչի պատճառով մեկ անգամ չէ, որ փորձեր են արվել ճնշել արարող, շենացնող ժողովրդին։ Սակայն միշտ էլ արցվաշենցին ապացուցել է, որ գութանից, բահից, եղանից, գերանդուց բացի ունակ է զենք վերցնել հանուն իր հայրենիքի, հանուն իր ընտանիքի պաշտպանության ու ապահովության, անկախ տարիքից և անկախ սեռից։ Ինքնապաշտպանության ղեկավարների անուններն այսօր էլ արցվաշենցիների շուրթերին են։ Միքայել Աստվածատրյան, Քահանա Վահան Տեր Ղուկասյան, Ցարական բանակի սպա Սահակ Ղուկասյան, Գարեգին Մարտիրոսյան, Մովսես Ղազարյան, բայց ոչ միայն նրանք, այլև ողջ գյուղը մեծահարուստ Հովսեփյաններից մինչև ամենաաղքատ շինականը, կին թե տղամարդ։ Հայտնի է, որ 1920 թվականին Կարմիր բանակի զորամասերին չի հաջողվել գրավել Արցվաշենը,
եւ միայն բանակցություններից հետո են գյուղում հաստատվել խորհրդային կարգեր։ Արցվաշենը հյուսիս արցախյան բնակավայրերից միակն էր, որ մտավ նորաստեղծ խորհրդային Հայաստանի կազմի մեջ։ Պատմական կարճ ժամանակահատվածում գյուղի համայնք հնարագորեն աճում է եւ արդեն 20-րդ դարի սկզբին գյուղի հիմնադրումից 50 տարի հետո 1904 թվականին ուներ 2687, իսկ 1914 թվականին արդեն 3097 բնակիչ։ Իդեպ, արխիվային փաստաթղթերից պարզվում է, որ այդ փոքր ավանը իր 92-ամյա պատմության ընթացքում տվել է 4 նոր գյուղեր։ Այսպես, 1912 թվականին 50 տնտեսություն 257 բնակչով, 1921 թվականին 60 տնտեսություն 373 բնակչով, որ տեղափոխվել եւ մշտական բնակություն են հաստատել Լեռնային Ղարաբաղում, 1923 թվականին 86 տնտեսություն 497 բնակչով Գետիկի ափին Մրգուս լեռան հարավ-արևմտյան լանջին, ներկայիս Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում, ուր հիմնվում է Նոր Բաշ-գյուղը, ներկայիս Գետիկ գյուղը Ճամբարակի ենթաշրջանում։ Եվ 1925 թվականին 120 տնտեսություն 675 բնակչով տեղափոխվում եւ մշտական բնակություն են հաստատում շրջանի ազատ հողային տարածությունների վրա, հիմք դնելով Օրջոնոկիձեին, ներկայիս Վահան գյուղին։ Արցվաշենը Հայաստանի 1927 թվականի քարտեզի վրա ոչ թե կղզիացած էր, այլ թերակղզու նման միացած էր նրան։ 1934 թվականի քարտեզում գյուղը դեռևս միացված է Հայաստանին, սակայն ադրբեջանցիները տարածքային աննկատ եւ անաղմուկ զավթումների արդյունքում ճանապարհներն աստիճանաբար զավթում են։ 1944-1949 թվականների միջակայքում Հայաստանի արևելյան սահմանից 18, իսկ շրջկենտրոն Կրասնոսելսկից Ճամբարակից 25 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Արցվաշենը Ադրբեջանի վարչական տարածքում հայտնվեց կղզիացած վիճակում, դարձավ հայկական կղզյակ շրջափակված շուրջ 20 ադրբեջանական գյուղերով։ Արցվաշենը Հայաստանին ուղիղ կապող հատվածը կորցվեց։ Խարդավանքների, սահմանային ամոթալի գործարքների հետևանքով արցվաշենցիները մնացին 8 կիլոմետրանոց միջանցքի հույսին։ Գյուղը հայրենական մեծ պատերազմ ուղարկեց իր 830 զավակներին, որոնցից 300-ը զոհվեցին հանուն հայրենիքի պաշտպանության։ 1945 թվականի ապրիլին Բերլինի մերձակա ամրոցներից մեկը 5 հոգով գրավելու եւ դրա վրա կարմիր դրոշ բարձրացնելու համար 1945 թվականի մայիսի 31-ին Սարիբեկ Չիլինգարյանն արժանացավ Սովետական միության հերոսի կոչման։ 1970-1980-ական թվականներին Արցվաշենը քաղաքատիպ ավանի տպավորություն էր թողնում։ Այդ տարիներին գյուղն ուներ այն, ինչ չունեին Հայաստանի շատ բնակավայրեր՝ խմելու ջուր, հեռախոսագիծ, հեռուստահաղորդիչ կայան, ոռոգվող հողեր։ Հայաստանի միակ գյուղն էր, որտեղ գործում էին 4 ձեռնարկությունների մասնաճյուղեր, գործում էին կոշիկի, տրիկոտաժի արտադրամասերը, Չարենցավանի հաստոցաշինական գործարանի մասնաճյուղը, գորգագործական ֆաբրիկան, կային ասֆալտապատ ճանապարհներ եւ գազատար։ Ազերիների հերթական նկրտումները վերսկսվեցին 1988 թվականին ազատագրական շարժմանը զուգահեռ։ Գյուղն իր հերոսներով ինքնապաշտպանության առաջին դիրքերում էր։ Ոտքի ելավ ամեն ոք, ով ունակ էր զենք վերցնելու, եւ անհատապես առանձնացնել մեկին նշանակում է վիրավորել մնացյալ բոլորին։ Ավաղ սոսկարծվաշենցիների հերոսականությունն ըստ երևույթին բավարար չէր, ու ժամանակն ու պատմությունը հաստատ պատասխաններ կգտնեն բազմաթիվ ինչուներին, որոնք այսօր էլ կախված են օդում։ 2012 թվականին լրանում էր Արցվաշենի անկման 20-րդ տարին։
Հայրենի գյուղի հավերժացման հուշարձանների կառուցման գործը հիրավի դարձել էր ամեն մի արցվաշենցու հոգու պարտք։ Միաժամանակ Վանաձորում, Ճամբարակում, Շորժայում ձեռնամուխ եղան հուշարձանների կառուցման սուրբ ու նվիրական գործին։ Կազմակերպվեցին նախադեպը չունեցած միջոցառումներ, հանդիպումներ, մամուլի ասուլիսներ, որոնց ընթացքում խոսվեց Արցվաշենի, նրա տեղահանված զավակների ցավերի ու հոգսերի մասին։ 2012 թվականի օգոստոսի 6-ին Վանաձորում, օգոստոսի 8-ին Ճամբարակում, մի փոքր ուշ Շորժայում վերխոյացան Արցվաշենի հավերժությունը խորհրդանշող հուշարձանները, որոնց ստեղծման իրենց մասնակցությունը բերեցին հարյուրավոր արցվաշենցիներ։ 2012 թվականի փետրվարին Վանաձորի վերածնված Արցվաշեն եւ Որդիներ հայրենակցական հասարակական կազմակերպությունը հետևողական կերպով ձեռնամուխ է եղել արմատներով արցվաշենցի ու Ճամբարակի տարածաշրջանի մեր համերկրացիներին համախմբելու, նրանց ուժերը մեկտեղելու, հայրենի հող ու ջրի նկատմամբ ունեցած նվիրվածությունը պահպանելու ծանր, պատասխանատու ու պատվաբեր գործի իրականացմանը։ Հայրենի գյուղի հիշատակը հավերժացնող հուշակոթողի կառուցում։ Ստեղծագործում են արցվաշենցիները համահայաստանյան միջոցառում։ Քարավաճառի ազատագրման մարտերում զոհված ազատամարտիկների, այդ թվում Արցվաշենի թոր Լորվա հերոսներից Լիպարիտ Ղուլյանի հիշատակին նվիրված մարզային միջոցառում։ Ռուսան Ջիվան Չիլինգարյանի հեղինակային երեկո։ Այս ամենի կազմակերպումն ու բազմաթիվ միջոցառումների անցկացումը կազմակերպության 2012-2014 թվականների գործունեության ոչ լրիվ ցանկն է։ Ավակների օրինակը վարակել է երիտասարդներին, նրանց զավակներին, որոնց մեծ մասը գյուղը չտեսած, գյուղի մասին պատկերացում է կազմում մեծերի պատմածով, ականատես լինելով ու մասնակից դառնալով կազմակերպության աշխատանքներին։ Նրանք հպարտանում են իրենց արմատներով ու արցվաշենցի լինելով։ Հենց սա է մեր գործունեության լավագույն առհավատչյան ու հաջողության գրավականը։ 2014 թվականի մայիսի 4-ին Շահումյան գյուղի մշակույթի պալատում տեղի ունեցավ կազմակերպության հաշվետու ընտրական ժողով, որն ամփոփելով կազմակերպության վերջին 2 տարիների կատարած աշխատանքն ու հենվելով կատարածի վրա, նախաձեռնություն ստանձնեց կազմակերպությունը վերանվանել Արցվաշեն եւ Որդիներ։ Կազմակերպությունն ստանձնեց մի կարևոր ու նվիրական առաքելություն, նպատակ ունենալով Հայաստանում ու արտերկրում սփռված հայրենակիցների միջև կապի ստեղծումով միավորել արմատներով արցվաշենցի մեր համերկրացիներին, համախմբել բոլոր արցվաշենցիներին ու նրանց ժառանգներին։ Արցվաշենի անկումից 22 տարի անց էլ Արցվաշենը շարունակում է մնալ մեր ոգեշնչման, արարելու ու ստեղծագործելու ակունքը։ Մեր նախնիների, պապերի ու ծնողների բնօրրանը, մեր մանկության լավագույն հիշողությունների առհավատչյան։ Ու չնայած ժամանակավոր գերությանը, ծնունդով թե արմատներով յուրաքանչյուր արցվաշենցի, այսօր էլ Աստծո ամեն առավոտ սկսում է ողջույնով. Բարի լույս, Արցվաշեն։ Բարի լույս, Արցվաշեն։ Բարի լույս, Արցվաշեն, Արցվաշեն, Արցվաշեն։